Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգում կարևոր փոփոխություններ են սպասվում։ Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ փորձելու են գործընթացը պարզեցնել։ Դրանից բացի փորձելու են սահմանել հնարավորություններ, որ որոշ դեպքերում հայտարարագիր չներկայացնող քաղաքացիները պատասխանատվության չենթարկվեն։ Եթե քաղաքացին տեսնում է, որ կան բաներ, որոնք պետք է ճշտել, կամ բաներ, որոնք պետք է ավելացնել, ինքը դա ավելացնում է եւ հաստատում հայտարարագիրը եւ այն համարվում է հանձնված։ Եթե համաձայն է բոլոր տվյալների հետ եւ գտնում է, որ ավելացնելու բան չկա, ապա ուղղակի հաստատում եւ դուրս է գալիս այդ համակարգից։ Եվ սահմանված է նաեւ պատասխանատվություն տուգան հայտարարագիրը չլրացնելու համար մինչեւ սահմանված վերջնաժամկետը։ Մենք այժմ որոշակի փոփոխություն ենք կատարում այդ տրամաբանության մեջ։ Իմաստը հետեւյալն է. եթե քաղաքացին գտնում է, որ պետական եկամուտների կոմիտեի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի, այսինքն աշխատավարձեր, նման այլ եկամուտներ, ինքը որևէ այլ եկամուտ չունի եւ փաստացի ավելացնելու բաներ չունի, ինքը կարող է պարզապես մուտք չգործել անգամ այդ համակարգ եւ վերջնաժամկետից հետո, այսինքն նոյեմբերի 1-ից հետո, եթե ինքը անգամ համակարգ մուտք չի գործել եւ հաստատել հայտարարագիրը, կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված եւ հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը որ պետական եկամուտների կոմիտեին տեսանելի է եղել։ Այսինքն դրա համար չլրացնելու համար հայտարարագիրը որևէ էական չէ, պատասխանատվություն չի լինի։ Սա չի վերաբերում այն դեպքերին, երբ քաղաքացին հստակ գիտի, որ ինքը ունի հայտարարագրման ենթակա եկամուտներ, սակայն թաքցնում է ՊԵԿ-ից։ Եթե այդպիսի դեպքերը պարզվեն, ապա անկախ ամեն ինչից քաղաքացին կկրի պատասխանատվություն։ Մենք պետական եկամուտների կոմիտեի գործիքակազմն ենք ավելացնում եւ հնարավորություն ենք տալիս, որպեսզի ավելի շատ ինֆորմացիա ստանա եւ կարողանա ավելի ամբողջական լրացնել հայտարարագրերը։ Եվ այն քաղաքացիները, որոնք ամեն դեպքում մուտք կգործեն համակարգ եւ իրենք կլրացնեն հայտարարագիրը, իրենց դեպքում է լրացուցիչ օգնական ֆունկցիա կլինի, այսինքն եթե քաղաքացին իր համաձայնությունը հենց նույն համակարգում տա, ապա պետական եկամուտների կոմիտեն կարող է տվյալ քաղաքացու ավանդներից ստացված եկամուտների տվյալները բանկից ստանալ եւ նույնպես ինքնաշխատ լրացնել։ Եթե չտա համաձայնությունը, ապա դա չի կատարվի եւ քաղաքացին ինքը կփորձի այդ տվյալները ստանել եւ ինքնուրույն այդ ամեն ինչ անել։ Պատգամավորն ընդգծեց, որ այս փոփոխություններով պատժիչ մեխանիզմից անցում են կատարում խրախուսման տրամաբանության։ Այն է, քաղաքացին կկարողանա օգտվել սոցիալական կրեդիտներից այն դեպքում, երբ ինքն անձամբ մուտք կգործի համակարգ եւ կներկայացնի հայտարարագիրը։ Պետական աջակցություն, այսպես ասած, կարող են ստանալ կամ փոխհատուցում այն քաղաքացիները, որոնք գոնե մի քայլ կանեն իրենց հարաբերությունները պետության հետ ավելի թափանցիկ կազմակերպելու համար։ Կարծում եմ այս փոփոխությամբ մենք էապես կհեշտացնենք մեր համակարգացիների կյանքը։ Փոփոխությունների նախագիծ ազգային ժողովում շրջանառության մեջ կդրվի քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից։ Հիշեցնենք, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետ էր սահմանված մինչև նոյեմբերի 1-ը։ Աննա Գզիրյան, Armenpress։